Այս ապակեպատ շենքը, որ տեսնում եք, այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ արվեստի հավաքածուն, ընդհանուր առմամբ 175 տարի հավաքվել է, 155,000 արվեստի գործեր կան ընդհանուր առմամբ եւ ինչու է նրա առանձնահատկությունը, որ աշխարհում առաջինն է, որ այսքան արվեստի գործ կա ու բաց է հասարակության համար։ Մենք մեզ տեսնում ենք հայելու մեջ, նայեք, շենքը այսպիսին է, դրսից արտացոլված շրջակա միջավայրը։ Այսպես կնիքներ դրեցին մեր ձեռքի վրա, նույնիսկ պահարանները հետաքրքիր ձև է այստեղ, նայեք, շատ սիրուն, այսպես էլի կիսա թափանցիկ, հետաքրքիր դիզայն է արված, նայեք, մյուս կողմն էլ կա, մի հատ նայեք ինչ հետաքրքիր բան են, ուրեմն կախիչները, զգեստները, որ պետք է կախվեն, նայեք, այս կախիչների եզրերին այսպես կլոր բաներ է, ես չէի ուշադրություն դարձրել, էլի եմ եկել, բայց Kinder ձվիկները, որ կան շոկոլադե, որտեղ որ նվերներ ա լինում, դրանք է այսպես հարմարեցված եզրերը, ու նայեք ինչ հետաքրքիր բան են, մտածել, որ շորը սիրուն նստի իրա վրա, ինչքան սիրուն է։ Պատկերացրեք ինչ ձև է, նայեք, ամբողջը ապակեպատ է, միջև, վերև, այսպես, մանում ենք վերև, հենց աստիճանակողերից սկսվում են նկարները, այսպես, ամեն հարկ բարձրանալուց կարող ենք քիչ-քիչ տեսնենք։ Հետաքրքիր է, որ այստեղ գրված է, որ այս նկարները աստիճանակողերը, որ բարձրանում ենք, տարբեր կողմերից, տարբեր կերպ կարող ես տեսնել, լույս կա, վառում ենք, այստեղ ձեռքով կպնում ենք, վառվում է լույսը, ու մենք ներսն ենք տեսնում, ներսը հիմնականում փակ է, երբ որ խմբեր են լինում, իրենք բացում են, կարող են խմբին միանալ և մտնել ներս, այս պահին չկա, հիմա կնայենք կտեսնենք երբ են խմբերը, կմիանանք խմբին։ Բանը նախամարտուց սկսած, որ սկզբից ինքը ոնց է կայլել նայի։ Հնարավոր է։ Տարբեր տեղերից բերված ապրանքներ կարող եք տեսնել, իրականում ինքը կարող է թվալ թե ապրանք է, բայց ապրանք չի, ինքը արվեստի գործ է ու վերամշակում են ընթացքում անընդհատ ինչ-որ մի բան արվում է, այստեղից նկարներ է, կերպ այրևում աստիճանի մոտ, փայտի կտորի վրա ուղղակի հին պնակների կտորներ են կպցրել, երևի ուղղակի, որ այս կերպով կարողանան ցույց տան, թե չէ հնարավոր չի։ Այստեղ QR կոդ կա, կարող ենք տեսնել, թե ինչի մասին է խոսքը, հին քրիստոնեական արդեն արձանիկներ են, էլի հին նայ աթոռները, կարի մեքենա, չոր կոշիկներ են։ Իրենք ըստ ժամանակաշրջանների առանձնացրել են։ Այստեղ այս նկարն է շատ հետաքրքիր, նայեք ինքը չգիտեմ, տարբեր իմաստ կարող է ունենալ, նկարի մեջ ինքդ կարող ես հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Երկարավուն գլուխ։ Այստեղ գալով հասկանում ես, որ արվեստի մեջ ոչ մի բան տգեղ չի, եթե մեր երեխաները այսպիսի մի գլուխ նկարեն, մենք ասենք էդ ինչ ես նկարել, բայց տեսեք սա դարձել է ուղղակի արվեստի գործ, որտեվ այդպես է պատկերացրել ինքը մարդուն ու այդպես է նկարել։ Հիմա առաջին հարկում ենք աստիճաններից վերև,
Այստեղ անդադ թարմացվում է, ես նախորդ անգամ եկել եմ, եթե նայեք, սրանք չկար իմ տեսանյութի մեջ, սրանք էլ էլի թարմացված են, չհետաքրքիր են, իրենք ժամանակ առ ժամանակ թարմացնում են ցուցադրությունը, որտեվ իրականում հնարավոր չի այդ 155,000-ը ամբողջությամբ անմիջապես ցուցադրել, սրանք էլ արդեն բաժակներ են, իմիջայլոց Նիդերլանդներում շատ հայտնի է եղել այդ ապակիների վրա նկարելը 13-րդ դարից կարծեմ սկսվել է, որպեսզի չսխալվեմ մի հատ կնայեմ նորից, հին կուժերը, այսպես շերտերով դասավորված է հետևում։ Եկանք մոտիկ ես ինչ-որ չես հասկանում ինչից է։ Հակոստան գործը։ Չէ, գործած չի մամ, լարերա նայ, հեսա պտտած է։ Էդ էլ, էդ տարբեր գույներով լարերն է, նայ, հենա, տակը երևում է։ Մաման ասում է, որ գործած է, բայց գործած չի։ Ես էլ հիերոգլիֆային ինչ-որ մի բան է, ինձ թվում է։ Մենք ասում ենք դեպի Կարոլևսկի։ Նայեք, այստեղ հավաքածու, նայեք, այնտեղ ինչքան պատսպարված բաներ կան, որ պետք է ուղղակի հատուկ ջերմաստիճանի կամ մթության մեջ պահվեն, որպեսզի չվնասվեն, տեսնում եք փաթեթավորված, պահված։ Մկրատը, տատիկս մի հատ այդ մկրատի նման մեծ մկրատ ուներ, նայեցի, հիշեցի։ Տեղից ինչքան սիրուն է երևում, հիմա մենք կբարձրանանք վերև, այդ ցուցադրված նմուշները կնայենք։ Իրականում որքան էլ մեծ շենք լինի, հնարավոր չի 155,000 արվեստի գործ ցուցադրել մի անգամից։ Նայեք, շերտ նկարները պահված են։ Քրիստոսի գերեզմանի մոտ 3 մայրամները հատուկ հայտնի նկարն է։ Տեսիլ կա, որ տեսնում են, չկա։ Սել ես մասը նկարեմ, քանի անցնում ենք, որ տեսնենք։ Անհնար է այսքան ուղղակի ցույց տալ, դե դուք պատկերացրեք ինչքան շատ են։ Հա, ժամանակ առ ժամանակ իրենք այդպես թարմացնում են, որպեսզի այս Դավիթն ու Գողիաթն են։ Ինչպես է Դավիթը պարսատիկով ջախջախում Գողիաթի գլուխը։ Ֆիլմ սրահ է, որտեղ տարբեր արվեստագետների մասին կարճամետրաժ ֆիլմեր են ներկայացվում։ Այսպես աշխատանքներ են տարվում, նկարում են տեքստիլի վրա, պրոցեսը այսպես բաց, որ մարդիկ կարող են տեսնել։ Հակի լույսը արտացոլվում է մեջ, չգիտեմ, ստացվում է, ասենց այս նկարեմ սստան։ Ռեմբրանտի նկարներից հայտնի, մենք այս նկարը Ռեմբրանտի նկարներ ունեինք փոքր հավաքածուն ու հիշում եմ միշտ նայում էինք ու այս նկարը հենց նայեցի, հիշեցի։ Հատուկ լույսի տակ նայեք վերականգնման աշխատանքներ տարվում կամ միգուցե ինքը նկարում է հիմա, բայց ինձ թվում է ավելի շատ վերանորոգում, վերականգնում է։ Հատուկ մեզ համար կարմիր կապոյի ծիրանագույն
Մենք ինչքան գալիս ենք այստեղ երեխեքն ասում էին մամա մեր հայկական դրոշի գույները այստեղ կարող ենք քայլել քայլում ենք այսպես նայում ենք իրականում լույսերը այնպես է, որ չի լինում պարզ նկարել հատված առ հատված, պետք է ուղղակի այստեղ լինել ու տեսնել այդ ամեն մի գործը։ Մենք այս նկարն էլ ենք ունեցել, մամ։ Տես հիշեցի։ Ինչքան հետաքրքիր է, որ այն ինչ որ դու փոքր ժամանակ տեսել ես ու իրական տեսնում ես։ Մի ծաղկամանի գույնը ոնց է։ Ինչից է պատրաստված է։ Պատրաստված։ Պետք է այս դիրքով նայենք, ուրիշ հնար չունենք, ճար չունենք։ Հա, բա ոնց։ Այս հատակներն էր հետակ։ Մենք լավ ենք պահեցին ոսկորները, ճիշտ է։ Մենք կարող ենք հագարապահել։ Սիրտը մարդու։ Հա, հեսա գնաց հեսա, եկեք թող ասի երմինը։ Ֆռում է մեր հետևից։ Հին բաներ ա։ Շկական գործիքներ են արտասան։ Այստեղ ուրեմն դռների վրա դա մոտ գրված էր, որ ձեր ներս մտնելը ռիսկային է, որովհետև այս հատակը մի քիչ ամուր չի։ Ես էլ մտածեցի հատակը փլվելու է, ինչ է լինելու, հետո ասեց չէ, ուղղակի այս հատվածներ կան այստեղ, որ այսպես ամուր չի կպցրած, կտորներով է, հնարավոր է, որ ընկնեք պահի տակ, ասեց մենք տենց ռիսկի չենք դիմի, որ մարդիկ կան, ընկնեն, կոտրվեն, հետո մեզ թերթի տան, ասեց զուտ էտի նկատի ունեինք։ Այս հոտը ինչ որ ներկի էս մագաղաթային երևի էտի նկատի ունեն, թե ոնց է մագաղաթները սարքվել։ Դեմում հեծանիվն է եղել։ Բաբելոնի աշտարակն է երևի։ Արվեստի գործը նայեք։ Տուփերը, հետո աթոռը վրան, հետո գլուխը վերևից բարձրացրել է, որ նայի։ Կամ ինչ որ միտեղ ընկել է երևի այդ պահն են ուզում ցույց տալ։ Թե ինչերի Հասնեն ու բարձրանան վերև։ Այո, կամ էլ այդպես։ Երկևի ամրության Մեկներ են էլի, միջնադարյան։ Ձայնարկիչները հիշում ես, հին։ Ինչ-որ մի բան է պատրաստված իրանցով։ Վտարը, վերևը նա ինչ գեղեցիկ է, մամ։ Այստեղ էլի փակի տակ է այսպես։ Հոլանդական բանկերից մեկի հավաքածուն է ներկայացվում, առաջ չկար այս հատվածը, նոր է։ Բայց նկարած է ամբողջը, նայ։ Ներկաց։ Նա ինչն է ուզում ցույց տա։
Ջուրը չի լցվում, բայց կողքերից էլ է ջուր թափվում։ Հասկացա՞ր։ Հակոստյանը մեղու է ես։ Նա, կարելի է հիմա էլ հագնել։ Դեմքը չի երևում ես շորը, նենց հացածկված դեմքը, նայք։ Դեմքը ետևում է։ Որ ինչից է։ Յոթանասունինը թվին սենց են այսպես են հագնվել, ես էլ արդեն 2005 թիվ։ Սանքին երևրետ լիվտի մեջից նկարել։ Ինձրեմ, բարև ձեզ։ Որտեղից որտեղ։ Կապից սկսվում։ Նա ինչ բան է, ջունգլիա տիպի նկար են հետևի, ստեղծել են բան։ Ինչ սիրուն է, ու չի տարածվում է։ Ինձ թվում է սա Հոլանդ։ Հա։ Դե Հոլանդում սենց պալմաներ բան դուրս։ Սենց, էսի առաջ սենց է եղել ինքը։ Հա։ Ինձ ստեցա։ Սա Հոլանդն է եղել։ Ձուկը, ձուն։ Տարանը այստեղից հիմա ապակիները այնպես արված, որ իբր դրսում մութ է։ Նայեք ինչ գեղեցիկ է ներքևը։ Ինքը ասեց ես էլ եմ դուդուկ նվագում։ Երբ այդ հատակի հետ կապված հարցրեցի անվտանգության աշխատակցին, իմիջայլոց ասեց որտեղից եք, ասեցի որ հայ ենք, ինքը միանգամից ասեց օ ես գիտեմ որ հայերի գործիքն է դուդուկը ու ասեց որ Յանիի խմբում մեկը կա որ դուդուկ է նվագում, բացեց միանգամից ոգևորված ցույց տվեց, ես էլ ինձ չկորցրեցի, ներկայացրեցի թե դուդուկը ինչպես է պատրաստվում, որ ծառից եւ նաեւ ասեցի Ջիվան Գասպարյանի մասին, Սամվել Երվինյանի մասին, չգիտեր որ հայ է։ Նաեւ մի բան ունեմ ավելացնելու, որ եթե կուզեք իմանալ, թե ինչ հետաքրքիր լուսային շոու է այստեղ երեկոյան տեղի ունենում շենքի բակում, կարող եք նայել իմ նախորդ տարվա տեսանյութը, լինքը կտեղադրեմ նկարագրության բաժնում։ Ու որ շենքն էլ ապակեպատ է, պատկերացրեք ինչ հիանալի տեսարան է դրսում։ Անտալի հայտնի նկարը։ Կարաս հանգիստ մի ինչ-որ իր, բերես, Հա, ու հանգիստ տաս։ Անահիտի հավաքածուն։ Տեսում նկար։ Այստեղից վերցնում ենք տաք ծածկոցները, ծածկվում ենք, որպեսզի չմրսենք ու դուրս ենք գալիս դեպի դրսի այգին։ Այս հրաշք տեսարանը, որ բացվում է, քաղաքի տեսարանը այգուց նայեք։ Ինչ գեղեցիկ է, վերևում երբ լավ եղանակ է լինում, այստեղ նաև դուրսը կարող են նստել մարդիկ, սրճեն, թեյեն եւ այստեղից բացվում է ամենահիանալի տեսարանը։ Հոլանդը ձեռքերիդ մեջ։ Հոլանդը չէ, դա Ռոտերդամը։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Իրականում շատ ցուրտ է, տատիկը մրսում է։ Շենքերից վերև է, բա ինչ եք։
Հիմա գնանք մի քիչ պտտվենք ու գնանք մի հատակ թեյ խմենք հոլանդական, ավանդական ու գնանք չտիկներին դպրոցից վերցնելու։ Շատ լավ օր ունեցանք, գեղագիտական հաճույք ստացանք, մի քանի օր էլ էս տպավորություններով կմնանք։ Իրականում, որ նայում ես, գալիս ես այդպես գեղեցիկ բաներ ես տեսնում, մի քանի օր լինում ես այդ տպավորության տակ ու այդպես, չգիտեմ, միջև մյուս այցելությունը, միջև մարսեցինք իր Իսպան Հերբնի հագուստները, հիմա էլ եկանք մեկ այլ ուրիշ արվեստի գործեր մարսելու։